Լոռու մարզում վերջին տարիներին աստիճանաբար զարգանում են ջերմոցային տնտեսությունները, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարել սեզոնայնության սահմանափակումները և ապահովել կայուն բերք ամբողջ տարվա ընթացքում։ Ջերմոցային տնտեսությունները Լոռու մարզում սկսել են տարածում գտնել հատկապես փոքր և միջին ձեռներեցների շրջանում։ Դրանք ոչ միայն նպաստում են տեղական արտադրության աճին, այլև ստեղծում են նոր աշխատատեղեր, խթանելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը։ Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս կանգնած է մի շարք խնդիրների առաջ։ Փորձարարական պարտեզ Աննա Ալթունյանն այսպես է անվանել իր ձեռքերով ստեղծած ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճեցնում է բանջարեղենի սածիլներ, ավանդական և ոչ ավանդական մշակաբույսեր։ Աննան Սպիտակում փորձում է զարգացնել նաև ագրոտուրիզմի մշակույթը։ Բարև ձեզ, Աննա, ինչ կպատմեք ձեր ջերմոցի մասին։ Մեր ջերմատունը ստեղծվել է երկար տարիների ընթացքում, փուլ առ փուլ, եւ բոլորը իրանից առանձին մի կառույց է ներկայացնում տարբեր կլիմայական պայմաններով։ Դրանով մենք կարողանում ենք մշակել տարբեր մշակաբույսեր ու փորձարկել, տեսնել դրանցից որն է ավելի եկամտաբեր, որն է ավելի ոչ եկամտաբեր, եւ շատ են այցելում երեխաներ մի եզակի ջերմատներից է, որ այցելում են ու միանգամից մի քանի պրոդուկտ են տեսնում։ Ջերմատունը բավական հայտնի է դարձել, արդեն 3 տարի է մեզ այցելում են նաև կամավորներ տարբեր երկրներից, համագործակցում ենք Bright Armenia-ի հետ, դեպի հայք ծրագրի հետ, հայկական արմատներով երեխաներ են գալիս երիտասարդներ եւ մասնակցում են մեր բոլոր գյուղատնտեսական աշխատանքներին, նույնիսկ ջերմատան կառուցման process-ին, այդ ամբողջ մոլախոտերի հեռացման, տնկման, աճեցման։ Նախորդ տարի ունեինք 4 կամավոր, որ իրանք 7 ամիս անընդմեջ այցելել են մեզ եւ շատ զարմանալի էր, հետո որ նոր կամավորներ են գալիս, իրանք արդեն լրիվ լիարժեք անդամ են դարձել, լրիվ աշխատանքի բաժանումը իրենք էին կատարում։ Ես ինքս չեմ ճամփորդել, բայց իրանց շնորհիվ թվում է թե տարբեր երկրներում եղել եմ։ Դա շատ հետաքրքիր փորձառություն է։ Ջերմատունը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ որ ես ու 3 կանայք ուրիշ Սպիտակից որպես կամավոր մասնակցեցինք պատերազմին, հետո հետ վերադարձանք ու այս տարածքը մեջն էր, բայց մոտ 8 տարի անմշակ էր, ընդհանրապես ոչ մի խնամք չէր տարվում, ջրի պակասի պատճառով որոշեցինք այդ խնդիրը լուծենք, կառուցեցինք 160 քառակուսի մետր ջերմատուն ու տնկեցինք պոլկա տեսակի ազնվամորի։ Մենք միշտ զբաղվել ենք սածիլների արտադրությամբ, բանջարեղենի սածիլների, տարբեր տեսակի սածիլներ ենք արտադրել եւ հիմնականում մարդիկ մեզ այդպես են ճանաչում։ Հետո որ հաճախորդները շատացել են, ամեն ինչ սկսվել է 75 քառակուսի մետր ջերմատնից, հիմա ցույց կտամ, եւ հիմա հասել արդեն 1100 քառակուսի մետրի, հետագայում պլանավորում ենք եւս 450 քառակուսի մետր կառուցել, մեկ ամսից մոտ կմեկնարկի շինարարական աշխատանքները, այս մի ջերմատունը որ կառուցվելու արդեն խելացի ջերմատուն է լինելու նորագույն սարքավորումներով։ Սա իր երկրորդ բերքատվության տարին է, ինքը շատ լավ սորտ է, բարձրանում է մինչև վերև ազնվամորին, վաճառքը հիմնականում իրականացնում ենք Սպիտակում, թխվածքի արտադրամասերին եւ բանջարեղենի խանութներին, սուպերմարկետերին, վաճառքի հետ խնդիր չենք ունենում, որովհետեւ ինքը հատնտիր է, շատ սիրուն է եւ օգտագործում են թխվածքների հենց դեկորացիայի համար։ Ազնվամորին ինքը բավական եկամտաբեր է, շատերը կասեն ինչի հենց ջերմատան ներսում, որովհետև շաբաթներով անձրևներ է լինում, հենց այդ օրերին, որ անձրև է լինում, վաճառքները շատ դժվար է, այսինքն պտուղը թրջված է լինում, վաճառք չի լինում, իսկ մենք
հանգիստ այդ օրերի մրցակցությունից դուրս ենք արդեն ավելի բարձր գնում կարողանում ենք այդ շաբաթները վաճառք իրականացնել։ Բացի այդ ապրանքային տեսքը ավելի լավն է լինում։ Ելակ ենք աճեցնում, հետո կարողանում ենք ելակներից ստանալ փոքր իրանց տեսակները, հատուկ տարաների մեջ աճեցնում ենք, բազմացնում ենք եւ վաճառք ենք իրականացնում։ Իհարկե ազնվամորու տնկիների վաճառք ենք իրականացնում եւ մոշի տնկիների վաճառք ենք իրականացնում։ Սկզբում ոնց որ գարունը սկսվում է մեր մոտ հենց բանջարեղենի սածիների վաճառքով, հետո երբ որ արդեն ջերմատները դատարկվում են, հիմա ամբողջ ջերմատունը զբաղված է սածիներով։ Ազատումը արդեն մենք տեղադրում ենք հատուկ այդ սորտերի գունավոր լոլիկները, պղպեղները ու մեր ջերմատունը լցվում է գույներով։ Մենք ընդունում ենք նաև դպրոցական խմբեր, իրանք շրջայց են կատարում ջերմատներով եւ կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր կլինի հենց այցելեն ու խելացի ջերմատուն տեսնեն հենց այս հատվածում, խելացի ջեռուցման համակարգ, լուսավորման համակարգով եւ այդ ամեն ինչը իրանք կմոտիվացնի, իրանք ավելի շատ կսիրեն ու ես իրանք միշտ որ այցելում են ասում եմ որ տարբեր մշակաբույսեր ենք փորձում, մեր ջերմատունը էքսպերիմենտալ գարդեն է կոչվում, ինչի է էքսպերիմենտալ շատ են հարցնում, որտեղ մենք անդադ տարբեր մշակաբույսեր ենք փորձում, մի ջերմատանը մեջ հատուկ սորտի մոշ ենք աճեցնում, նայում ենք ինքը ինչքան է եկամտաբերություն իրան, եթե 2 տարի չի գոհացնում մեզ, մենք մշակաբույսը փոխում ենք, ուրիշ մշակաբույս ենք ընտրում։ Օրինակ մշակման process-ում մինչև հիմա մենք ագրոնոմ չունեինք, բոլոր ինչ-որ խնդիրներ, որ առաջանում են մշակաբույսի հետ կապված, ասենք հիվանդություններ կամ վնասատուների հետ կապված, այդ ամեն ինչը մեր փորձով ենք անում, բայց այս տարի մենք արդեն հունվարից ունենք մեր սեփական ագրոնոմը, ու դա շատ լավ տարբերակ է։ Հիմա իրան նկարում եմ վիդեո տարբերակով, ուղարկում եմ, ինքը արդեն ասում է ինչ խնդիր ունի բույսը։ Ու այդ ագրոնոմի հետ աշխատելու շնորհիվ մենք շատ դեպքերում կանխարգելում ենք հիվանդությունը, ոչ թե արդեն բուժում ենք։ Այս պահի դրությամբ Լոռու մարզում մենք միակն ենք, որ արտադրում ենք հատուկ ջերմատնային սորտի սածիններ։ Եվ սա շատ կարևոր քայլ է նորաստեղծ ջերմատների համար, որտեղ տաք մարզերում, Արագածոտնի կամ Արարատի մարզում, երբ որ սածինները ավարտում են հատուկ ջերմատնային սորտերի, մեր մոտ քանի որ ջերմատները ոչ ջեռուցվող են կամ թերի ջեռուցվող են, իրան ցրտահարվում են ջերմատան ներսում։ Իսկ մենք արտադրում ենք ավելի ուշ ժամանակահատվածի համար եւ տանելով մեր սածինները արդեն ունենում են լավ պրոդուկտ։ Եվ ոգևորվելով այդ պրոդուկտից անդադ ջերմատների մակերեսները ավելացնում են։ Հիմնականում մեր պետությունը աջակցում է մեծ ջերմոցներին, այսինքն շահագրգռված է, որ աջակցի հեկտարներով ջերմատներին, իսկ փոքր ջերմատները իրենց արագ զարգացման համար ստիպված են փնտրել տարբեր դրամաշնորհներ, փոքր եւ միջին, տարբեր դասընթացների մասնակցել, ամբերի միջով անցնել։ Դա շատ է էներգիա տանում ու ոչ բոլոր դրամաշնորհներն են շահում, այսինքն պայքարում են 30-ից ավել օրինակին ձեռներեցներ, գյուղատնտեսներ տարբեր ոլորտի, վերջին 2-3-ն են դրամաշնորհներ ստանում ու փոքր, ինքս մի քանի դրամաշնորհ եմ ստացել, փոքր ինքս նորից վրան ներդրում եմ արել եւ կառուցել ենք տարբեր ջերմատներ, ջեռուցման համակարգ ենք ձեռք բերել եւ մյուս խնդիրն էլ հիմա հողերի սեփականաշնորհման հետ կապված գները բավական բարձրացել են մեր շուրջն էլ բավական հողատարածքներ կա, որ 20 տարուց ավել ընդհանրապես չեն մշակվում, ցանկանում են եւս մեկ ջերմատուն կառուցել, բայց հիմա գները մի քանի անգամ բարձրացվել է
Եվ նույն ֆինանսական հատվածով ինձից օրինակ պահանջվելու է որ 5-6 տարի, որպեսզի մենակ այդ ջերմատան գումարը հետ բերեմ, ուր մնաց որ եկամուտը։ Եվ դրա հետ կապված կուզենայի, որ գոնե իրանք տարբերակում դնեն, թե ինչի համար է այդ հողակտորը։ Այսինքն փոքր բիզնեսը էլի մրցակցությունից դուրս է մնում։ Հիմա մենք պոտենցիալ ունենք նոր ջերմատուն կառուցելու, հաճախորդների պակաս չունենք, մեր մթերքը ավելի շատ դեֆիցիտի մեջ է։ Ստիպված ենք մի քանի խանութների ենք հանձնում, հիմա որ մեկին տալիս եմ, ստիպված ուրիշ կողմով եմ քայլում, որ հանկարծ այն մյուս խանութը չնկատի, չնեղանա, որ իրան չեմ հանձնել։ Որովհետև երբ որ մեր արտադրանքը նոր էր, ոչ մեկ չէր վերցնում, իրանք բոլորը մի քիչով աջակցել են ինձ։ Այսինքն նոր ջերմատունը կօգներ, որ մենք ավելի շատ պրոդուկտ թողարկենք եւ աշխատողներ ունենայինք, ավելի մեծ թիմ ունենայինք։ Ես ազգային ժողովին կառաջարկեի, որ օրենսդրական փոփոխություն լիներ եւ մտցնեին ավելի ճկուն գնային քաղաքականություն, հողերի սեփականաշնորհման հետ կապված, որպեսզի փոքր բիզնեսը մրցակցությունից դուրս չմնա։ Կոնկրետ մեր նման բիզնեսը, որ պոտենցիալ ունի աճելու եւ կարող է ավելի մեծ պրոդուկտ թողարկել, զուտ հենց այս պահին մենք չենք օգտվում մեր այդ հնարավորությունից գնային այդ անարդար քաղաքականության շնորհիվ, պատճառով, օրինակ ոչ մի մեկ չի կարող է, երբ որ անկախ փորձագետը ինչ որ գին է որոշում, ոչ մեկ չի կարողանում միջամտել, ինքը ոնց որ իր որոշումը վերջնական է, առաջարկեի դա կամ հիմա օրինակ այս պահին կան համայնքում, որ բարձր գներով հողեր են առաջարկվել ու ոչ մեկ չի դիմում աճուրդի, չեն գնում, այդպես քնած վիճակում մնացել է։ Կառաջարկեի, որ ինչ որ օրենսդրական փոփոխություն լիներ, որ մի քանի անգամ եթե այդ հողը դրվում է աճուրդի ու չեն գնում այդ գնով, ուրեմն գինը գոնե իջացնեն, այսինքն եթե անկախ փորձագետ այդ գինը որոշել են, չեն իջացնում, վերջ, մնաց այդ բարձր գինը։ Կառաջարկեի, որ դա մի հատ վերանայեն։ Այս ամենը հուշում է, որ ոլորտը կարիք ունի առավել հավասարակշռված պետական քաղաքականության եւ լուրջ բարեփոխումների, որպեսզի հնարավոր լինի մշակել աջակցության այնպիսի ծրագրեր, որոնք հասանելի կլինեն ոչ միայն խոշոր, այլև փոքր տնտեսություններին։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հողերի հասանելիության բարելավմանը եւ շուկաների ընդլայնմանը, որպեսզի գյուղատնտեսն ունենա ոչ միայն արտադրելու, այլև իր արտադրանքը շահավետ իրացնելու հնարավորություն։